Բարև սիրելի հայ ժողովուրդ, անկախ նրանից դուք որ ճամբարում եք գտնվում և այսօր ձեր ընտրատեղամասում ում եք ընտրելու, իրականում ամենայն ազնվությամբ առանց ոչ մի գրամ տարբերություն դնելու ձեր բոլորի մեջ, եթե անգամ դուք իմ հակառակորդի ճամբարում եք, խնդրում եմ ձեզ ուղղակի, քանի որ ես բոլորին եմ դիմում, լսեք մի քանի բառով այն ինչ որ ես ունեմ ասելու մինչև ընտրատեղամաս մտնելը։ Ինձ թվում է, ես արդեն իմ նախկին տեսանյութերում մի համառոտ կերպով խոսել եմ իմ մասին և ինձ թվում է ես իմ արած գործերի համար, իմ ազգի համար, ձեր այդ մի քանի րոպեն պետքա որ վաստակած լինեմ և եթե չգիտեք, չեք ճանաչում, չգիտեք ինչի մասին եմ խոսում, հետո կարող եք մտնել, դիտել իմ տեսանյութերը և հասկանալ։ Ես 90-ական թվականներին մի քանի շատ լավ բաներ արել եմ ազգի համար, որպեսզի ժողովրդին հանեմ այն վատ իրավիճակից և ինձ թվում է իմ մոտ ստացվել է դա։ Եվ բացի դրանից Ամերիկայում ապրելով ես արդեն տարիներով, տարբեր հոդվածներով, տարբեր ձև, աշխատանքներով իմ երկրին փորձել եմ պաշտպանել և անգամ ճանաչված ժուրնալիստներ եմ ուղարկել Հայաստան Ղարաբաղի պատերազմից հետո, որոնք որ աշխարհին ներկայացրել և ծանոթացրել են այն իրավիճակի մեջ, որ մենք ունենք, ցույց տալու այն գենոցիդը, որը որ տեղի ունեցավ Ղարաբաղի կորուստից հետո։ Ուրեմն ինձ թվում է ես այդ մի քանի րոպեն վաստակած կլինեմ, որպեսզի դուք լսեք։ Ժողովուրդ, ջրհեղեղ է գալի, սա իրական ջրհեղեղ է։ Սա այն նույն ջրհեղեղից է, որի մասին Աստված Նոյին զգուշացրեց և ասեց, որ նա պետք է կառուցի տապանը և տապանի մեջ պետք է վերցնի ամեն կենդանուց մի տեսակ, էգ և որձ և ամեն մի բույսից և ծաղիկից, դուք գիտեք պատմությունը, դա իրականում եղել է և դրա բոլոր հետքերը կան և Նոյը դա արեց։ Նոյը դա արեց և Նոյը փրկվեց։ Մենք ունենալու ենք նույն տեսակի ջրհեղեղ, բայց այս ջրհեղեղը ջրով չի, որ մեզ խեղդելու է։ Ջրհեղեղը գալիս է, դրանում ես 100%-ով համոզված եմ և ուզում եմ ձեզ հավատացնել, որ այս ջրհեղեղը նրա բաղադրությունը ջուր չի, ջրից չի խեղդելու ձեզ, բայց այն բաղադրությունը, ինչից որ բաղկացած է այս ջրհեղեղը, այն ալիքները, որոնք գալիս են Հայաստան, եթե Նոյի ջրհեղեղի ժամանակ երկրագունդը, մոլորակը, քանի որ ջուրը դա նատուրալ մի բան է, ջուրը Աստծու տվածն է, գետնից դուրս եկած էր, երկրագունդ մոլորակը հետ քաշեց ջուրը իր մեջ և նորից եկավ կյանք, նորից եկավ ցամաք։ Այն ինչ որ այս ալիքներն են բերելու ժողովուրդ, երկիր մոլորակը չի ընդունելու, որովհետև սա Աստծու հետ կապ չունի։ Այս ալիքները, որոնք գալու են և քանդեն մեր ազգը, մեր երկիրը, մեր պետությունը, սրանք դիջիտալ ալիքներ են, սրանք հատուկ ծրագրեր են, սա մի հատուկ ծրագրերի ալիք է և ալիքներ իրար ետևից, որոնց ամեն հարվածից ուղղակի մի մեծ անտեսանելի բան, որը որ ասենք մեր սահմանադրությունն է, մեր ապագան է, մեր երեխաների ապագան է, այն ինչ որ մենք ստեղծել ենք իրոք դժվարությամբ, ամեն ալիք գալուց խփել տանելու է այդ ամեն ինչը և
երկիր մոլորակը Աստված, քանի որ սա նատուրալ չի, Աստծունը չի, բնական չի ընդունելու, չի ցամաքացնելու, Նոյը փրկվեց տապանի մեջ, սրան տապան չկա, հասկացեք ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, սա բաբելոնյան, իրական բաբելոնյան մի ծրագիր է, որը նաև քանդեց Բաբելոնը, այն ինչ որ գալիս է Հայաստան, այս Թալմուդյան, դուք խնդրում եմ իմացեք ինչ է Թալմուդը, այս բաբելոնյան ծրագիրը Աստված սրա երեսը չի ուզում տեսնի, ոչ մի ձև փրկություն չկա սրանից, իմ ժողովուրդ, չեք պրծնելու դուք սրանից, ես 18 թվականին այնքան մաքուր եմ բացատրել այսօրվա օրը, ախ են մարդիկ, որոնք որ գիտեն ես ինչ եմ ասել, երևի շատերը դիտում են սա, բայց իրենց գոռոզությունից, որտև այդ մարդկանց դուք բոլորդ եք ճանաչում, նրանք իրենց թվում է իրանք այնքան մեծ մարդիկ են, քանի որ մի քիչ ճանաչում ունեն, մի քիչ չէ, մեր երկրում ճանաչում ունեն, չեն ուզում, զլանում են, իրենք, քանի որ իրենք արդեն մեծ են իրանց կարծիքով, աստղեր են ու ես իմ ինչ են իրանք կարծում իրանցից, չեն ուզում դուրս գան ասեն, գիտեք ինչ, այս մարդը 18 թվին նկարագրել է այս ամեն ինչը, այնպես ոնց որ թե ինքը եկել էր ապագա, տեսել էր այս ամեն ինչը, հետ եկավ ու պատմեց, մի սխալ չեմ արել ես իմ նկարագրության մեջ, մի սխալ չեմ արել, պատմել եմ ուղղակի այնքան մանրամասնություններով, որ ես ինքս եմ զարմանում իմ պատմածի վրա, մեկ անգամ վախենում եմ, ոնց այսքան մանրակրկիտ ես հասկացա սա, բայց ես ձեզ ասեմ ոնց, կարող է անհավատալի թվա, ես ընդհանրապես ոչ մի տեսակի ճանաչում ձեռք բերելու ոչ ցանկություն ունեմ, ոչ կարիքը, չեք պատկերացնում ինչքան կուզենայի ճանաչում ձեռք չբերեի և մարդիկ ինձ չդիտեին, ինչքան կուզենայի աչքի չընկնեի, ինչքան կուզենայի ընդհանրապես ոչ մեկ, ես իմ համար հանգիստ ապրեի, ոնց որ ապրել եմ, ես ամեն ինչ ունեմ, ապահոված եմ բոլոր հարցերում, արտակարգ կին երեխաներ 20 տարվա ամուսնացած եմ և իմ տանը իրավիճակը այնպիսին է, ոնց որ 3 ամուսնացած լինեմ, իմ երեխաները կյանքում մի վատ օր չեն տեսել իրենց տանը, մի օր իրենք իրենց տանը չեն տեսել աղմուկ, ձայն բարձրացնի ծնողներից մեկը, ես ունեմ ամեն ինչ իմ կյանքում, ուղղակի կարայի ասեի, չուզում եք արեք, ինձ ինչ, եթե դուք եք ուզում կորցնեք ձեր երկիրը, ես 30 տարի է Ամերիկայում ապրում եմ, խուլ միտեղ ապրում եմ հայությունից հեռու, իմ համար հանգիստ ապրում եմ, ամեն ինչ ունեմ, վերջի 5 տարվա, 6 տարվա մեջ, չէ կներեք, 17 թվից, ինչ 5 տարի, այնքան շուտ է անցնում ժամանակը, 17 թվից 9 տարի արդեն, 9 տարի է ես ինչ անում եմ, ինչ գործ բռնում եմ, ինչ անում եմ, ես շատ հաջողակ մարդ եմ եղել իմ կյանքում միշտ, ինչ գործ անում եմ, մի հատ ներքին ձայն գալիս է ասում է, դու պետքա ժողովրդի հետ խոսես, պետքա ասես ինչ է կատարվում, պետքա անպայման զգուշացնես ինչ է կատարվում, ես 17 թվից զգուշացնում եմ ինչ է կատարվում, հետո 20 թվի պատերազմի ժամանակ զգուշացրեցի առաջին շաբաթի 4-րդ օրը, առաջի շաբաթն էր դեռ պատերազմի 4-րդ օրը, ես տեսնում էի, որ պատերազմը մենք կորցնում ենք,
Զգուշացրեցի նաև մինչև պաշտպանության նախարարություն ասացի դուք չեք տեսնում ինչա կատարվում։ Ես պաշտպանության նախարարությունում ընկերներ ունեի շատ բարձր աթոռների վրա։ Չեք տեսնում ինչա կատարվում։ Կանգնացրեք սա։ Հետ քաշվեք, կանգնացրեք, մի ձև, մի բան արեք։ Մենք կորցնում ենք այս պատերազմը։ Ինձ բոլորը ասացին, գժվել ես ինչա։ Մենք հաղթում ենք, ինչ ես խոսում։ Այ ժողովուրդ, կորցնում ենք, ես տեսնում եմ, կոտորվում ենք, կանգնացրեք սա։ Դա էլ չեղավ։ Ես 20 թվից այս կողմ մի քանի տասնյակ տեսանյութ տեղադրելուց հետո YouTube տեսա, որ մեկա ժողովուրդը չի լսում։ Անընդհատ այդ նույն ներքին ձայնը ինձ ասում է, պետքա խոսաս, պետքա զգուշացնես, պետքա խոսաս, այն ինչ որ դու գիտես, իրականությունը դա է։ Ես նորից եկել եմ զգուշացնեմ։ Այն մարդիկ, որոնց դուք ճանաչում եք, բոլորդ, մի հատ չէ, մի հոգի չէ, շատերը, ամոթ ձեզ, որ դուք լսում եք սա եւ համոզված եմ, որ դուք սա տեսնում եք ու չեք դուրս գալի, ասեք ճիշտ է ասում ես մարդը, ճիշտ է, սա իմ ընկերն է, ինքը ինձ ասել է, ամոթ ձեզ բոլորիդ, որ մինչև հիմա ձեր գոռոզությունը ձեզ խեղդում է ուղղակի։ Ժողովուրդ, այն ուժը, որ մտնում է Հայաստան, քանդելու է ձեր ապագան եւ քանդելու է մեր պետությունը իր հիմքերից։ Կասկածելի անդոր աշխարհով, ամբողջ աշխարհով այս քանի օր կասկածելի անդոր է։ Ամերիկայում անդոր, Պարսկաստանում անդոր, Ռուսաստանում անդոր, ոչ մեկ ոչ մի բան չի խոսում, բոլորը սպասում են Հայաստանի ընտրություններին, որովհետև Հայաստանից է սկսելու քարոքանդը։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց այդ աթոռի վրա, դուք բոլորը դուրս եկաք, մերժեցիք Սերժին, որովհետև Սերժը 8 տարուց ավել փորձեց մնալ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է նույն բանը անել։ Այն ինչ որ ինքն է անում, ճիշտ չի, բայց դուք նրա կողքը կանգնելով, ժողովուրդ, վառելու եք ձեր ապագան, վառելու եք այդ մի քվյաթերթիկով։ Նայեք ասեմ, այն ուժերը, որոնք մտնում են Հայաստան վաղվանից, եթե Նիկոլը ընտրվեց, նախ դուք ոչ մի բան չեք ստանալու, ոչ Ռոբերտ Քոչարյանին նստացնելու են, ոչ Գագիկ Ծառուկյանից վերցնելու են ամեն ինչ, Ռոբերտ Քոչարյանին նստացնելու պատճառ չկա անգամ, հասկանում եք, պատճառ չկա, այդ մարդը չի արել ինչ-որ մի բան, որ նրան նստացնեն, Ռոբերտ Քոչարյանի օրոք եմ, ես Ամերիկա եկե, որովհետև կենտրոնական քաղմասը իմ կյանքը ուտում էր, կյանքս ուտում էին, և վերջում մի բարեկամ, որ քաղմասում աշխատում էր, գիշերը եկավ իմ տուն, ասեց աղբերս, ես չգիտեի, որ դու, քո տատիկը և իմ տատը դվայորդնի քրեր են, ես նոր եմ իմացել, երբ որ քո պապկեն ձեռս էր, հեռախոսի համարով եմ իմացել, քո գլխին ընենց բան են սարքում, որ չես կարողանալու, արդեն 2 անգամ տարել էին, իմ գործերը շատ լավ էր այն ժամանակ Հայաստանում, իմ աշխատանքից ես իրոք ընենց բան էի անում, որ ինձ լավ գումար էր մնում և լրիվ ամբողջովին լեգալ ճանապարհներով, ամբողջ հանրապետությունը գիտեր ես ինչ եմ անում։ Ուզում էին իմ ձեռքից խլեին իմ ունեցվածքը, այդքան բան։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Բայց ես այս իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի օրոք Ամերիկա եմ եկել ես։ Ես չէի ուզում Ամերիկա գա, ես չունեի Ամերիկա գալու, ես ինստիտուտի վերջի կուրսում էի, Մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի ժուրնալիստիկայի վերջի կուրսում էի, ավարտելու էի, ես մտնելու էի քաղաքականություն, ես պլաններ ունեի, ես գործեր ունեի, ես ապագա ունեի, որը որ արդեն կերտված էր, թողեցի եկա Ամերիկա, այն սկզբի 3 տարվա, 4 տարվա այն աղքատության մեջով, որ ես եմ անցել և ես չեմ
կյանքում չեմ թաքցնի դա ամոթ չի, ես փախել եմ Հայաստանից, իմ ամբողջ ունեցվածքը մնացել է այն մարդկանց, որոնք իմ գլխին սարքում էին դա հետևիցս, որպեսզի անընդհատ գային ինձ տանեին, պոկեին ինձանից, և այդ մարդիկ վերջում կերան իմ ունեցվածքը, մարսեցիք, հետո ես ստեղ ամեն ինչ զրոյից իրոք այն աղքատության մեջով եմ անցել, որ այսօրվա այդ կոնտինգենտին, որը որ Նիկոլին է ընտրում, որ ֆինանսապես ահավոր ոչ ապահովված մարդիկ են, ես ձեզ հասկանում եմ, որտև ես համ թագավոր եմ եղել, համ չքավոր եմ եղել, ես շատ լավ եմ հասկանում դուք ինչ եք զգում, բայց սա չի ձեր պատասխանը ժողովուրդ, իրոք սա չի ձեր պատասխանը, սա ձեզ ավելի է աղքատացնելու, խաբեությունը, հենց ամբողջ այդ ալիքը, որի մասին որ ես խոսում եմ, այդ ալիքը, որ գալիս է, դա խաբեության ալիքն է, դրա համար երկիր մոլորակը չի ընդունելու, չի ներծծվելու, Աստված չի ընդունելու սա, և դա մնալու է երեսի վրա, այդ երեսի վրա ձեր բոլորի միջով անցնելու դա, սրանք ծրագրեր են, որոնք Բաբելոնը քանդեցին, խնդրում եմ պատմություն նայեք, այս թալմուդական ծրագրերը Բաբելոնը քանդեցին, աշխարհը բաժանվում է մի քանի մասի, որից մի մասը աշխարհի օլիգարխիան է և էլիտան, որը ուզում է ընդհանրապես վերացնի բոլոր տեսակի ազգային խնդրականությունները, ազգային ամեն ինչը, մարդկանց խառնի իրար, սրանք ձեր աչքի դիմաց է, հենց հիմա կատարվում են, սրանք ուղղակի խոսակցություններ չեն, այն ինչ որ ասում եմ, տեսեք, Եվրոպան բերել են, լցրել են ամեն ազգ, որ Եվրոպայի բոլոր ազգերին խառնեն, որ էլ Եվրոպա չլինի, որ էլ եվրոպացի չլինի, որպեսզի էլ ազգերը իրար հետ նույն գծի վրա չլինեն, որպեսզի էլ նույն բանը չուզեն, ամեն մեկը մի բան ուզի, խառնաշփոթը ավելի հեշտ է կառավարելը, քան թե ամբողջ երկիրը մի բան ուզի, խառնաշփոթի մեջ հեշտ է կառավարելը, որովհետև երբ որ ազգը փոքր մասերի է բաժանված, հեշտ է, ոչ մեկ նույն բանը չի ուզում, այդ ժամանակ ազգը չի դուրս գալի ասում, այս մի բանը սենց ենք ուզում մենք, ոչ թե սենց, ու երբ որ դուք դա ասում եք, երբ որ էլիտան աշխարհի պետքա ձեր հետ նստի հաշվետվության, դրանք զզվում են ձեզանից և մարդկությունից նամանավանդ աղքատ չունևոր կլասից, ամենա իրենց չսիրած տեսակը դա է, դուք եք, Նիկոլը իջնում է ծնգի վրա, այ ժողովուրդ, ես սենց կապիկություն, սենց մայմունություն չեմ տեսել, ամեն ինչ կանի այդ աթոռը վերցնի, սենց մայմունություն չեմ տեսել, մարդը, որը իջնում է ծնգի վրա իր ազգի դեմ, երբ որ թշնամի պետությունից մատ են թափ տալի այդ ազգի վրա ու ինչ ասես ասում են, երբ որ թշնամի պետությունից ամբողջ աշխարհով քո երկրի պատմությունը այդ ազգին, որի դիմաց դու չոքել, կռացել ես, նրա պատմությունը փոխում են, եկեղեցին քանդում են, դու այդ ժամանակ թշնամուն ասում ես ազգիս վրա մատ թափ չտաս, այ գելի բալա, ոչ թե գլուխդ կախում ես, գնում ես ու հետո գալի քո ներվայնությունը հանում ես քո ազգի վրա, դուք շատ ավելին եք արժանի, քան ձեզ փալասը, հասկացեք, մեր ազգին եկել են վերացնեն, մարդիկ իրանց բերանով են ձեզ ասում, սա չի կարող լինել մոնոէթնիկ պետություն, մենք պետքա տարբեր ազգեր բերենք, լցնենք, և ստեղ պետքա ամեն տեսակի մարդ ապրի, դուք գիտեք ինչ կլինի ձեր երկրի հետ, եթե ամեն տեսակ մարդ ապրի այդտեղ, մարդիկ ձեր երեսին են ասում, ձեռ են առնում ձեզ, դուք չեք տեսնում դա, Գագիկ Ծառուկյանը, եթե դառնա երկրի ղեկավար,
Ես շատ եմ քննադատել Գագիկ Ծառուկյանին, շատ, եւ հենց հիմա եմ քննադատելու։ Քննադատել եմ ինչի համար։ Ասել եմ Գագիկ Ծառուկյանը շատ գործունյա մարդ է եւ իրոք շատ լավ գործեր ունի արած։ Իրոք շատ հայրենասեր տղա է Գագոն, շատ եմ հարգում նրան դրա համար։ Իրոք շատ է սիրում իր ժողովրդին, իր երկիրը, իր քաղաքը, շատ բան է անում նա մարդկանց համար, բայց ասել եմ Գագիկ Ծառուկյան, մի նեղացիր, բայց դու համաշխարհային ստանդարտներով կամ պետքա մեկին ունենաս, որ քո իմիջը փոխի, որտեվ դու չունես այդ իմիջը, որ պետություն կառավարես եւ ուրիշ բոլոր ստանդարտներով դու չես կարողանում պահել այդ ստանդարտը, այդքան բան ես անում, բայց քո իմիջը ճիշտ իմիջ չի պետություն կառավարելու համար եւ մարդը նորից նույն բանը շարունակում է։ Երևի ինքը գիտի ավելի ճիշտը։ Ինքը ինձանից շատ ավելի բաների է հասել այս կյանքում, երևի ինքը գիտի։ Բայց ես նորից կկրկնեմ նույն բանը։ Նա անպայման պետք է փոխի իր քաղաքական իմիջը։ Այդ իմիջով չի լինի, չի ստացվելու։ Սամվել Կարապետյանին ես չեմ ճանաչում։ Նրա մասին միայն գիտեմ որպես բարերար, բայց իր աչքերից, իր դեմքից հոգու մեջ ուղակի բարություն եմ տեսնում։ Տեսնում եմ, որ պարզ մարդ է, պարզ է, կեղտոտ մարդ չի։ Դա միանգամից երևում է։ Ռոբերտ Քոչարյանի օրոք եմ ես եկի Ամերիկա։ Երնեք չգայի, ես շատ էի ուզում իմ երկրում մնալ, ես իմ երկրում շատ լավ ապագա ունեի։ Իմ ապագան արդեն իրոք մեծ բաներ էր սպասվում ինձ համար։ Ես ամեն ինչը փոխվեց։ Եվ իմ կյանքը գլխի վրա շուռ եկավ։ Չնայած ես հետո, որովհետև ինձ ուր էլ տանեն, ես իմը գտնելու եմ, դա իմ տեսակն է, ես իմը գտել եմ, եւ մի բան, որ ես իմ կյանքում որպես են ռուսերեն բարկայ ցել դրել եմ, դա իմ կյանքում այն պետությունը, որտեղ որ ես եկել էի, այն դեպքերը, որ ինձ հետ եղան այս պետության մեջ, իմ գալուց մի քանի ժամանակ հետո, ռասիզմի հետ կապված, ես որոշեցի, որ այս երկիրը ես պետքա ճանաչեմ ընենց, ոնց որ ոչ մի ուրիշ էմիգրանտ։ Եվ ես իրոք առանց ինչ-որ չափազանցության այս երկիրը ճանաչում եմ ընենց, ոնց որ ոչ մի ուրիշ ոչ էմիգրանտ, ոչ էլ տեղի մարդ։ Շատ քիչ մարդ կա այս պետության մեջ, շատ քիչ մարդ, որ այս երկիրը ճանաչում է ընենց, ոնց որ ես։ Շատ քիչ մարդ։ Այդ մարդիկ, ովքեր որ կան, դա այս երկրի էլիտայից են։ Ես այս երկրի էլիտայից չեմ, ես իմիգրանտ եմ, բայց այս երկիրը ես ճանաչում եմ իրանց էլիտայի նման։ Խոսում եմ իրանց լեզուն, իրանցից լավ երևի եւ ճանաչում եմ երկիրը իրանց էլիտայի նման։ Որովհետև այն դեպքերը, որ ինձ հետ եղան այս երկրում, ուղղակի ինձ ստիպեցին, որ ես գրադարան չթողնեմ, որ ես չթողնեմ մի քար, որը պետքա բարձրացնել եւ տակը նայել ինչ կա։ Եվ ես շատ լավ հասկանում եմ, թե այս երկիրը ում զենքն է, որովհետև այս երկիրը մի ուրիշ պետության զենք է։ Եվ ուր է տանում այս երկիրը ամբողջ աշխարհին, նամանավանդ քրիստոնյաներին։ Ժողովուրդ, լսեք։ 90-ական թվականներին աշխարհում շատ մեծ բան փոխվեց։ Պլանները արդեն կային, որ մեր տարածաշրջանում մեծ բան է փոխվելու։ Ամենաառաջինը հենց ամենաառաջիններից մեկը մեր պետությունում պետք է փոխվեր մի քանի բաներ Կովկասում։ Ամենաառաջի դեպքերից մեկը դա հոկտեմբերի 27-ն էր, որը որ Ռուսաստանի կողմից չի կազմակերպվել ոչ մի դեպքում, դա ամենահիմար անալիզն է, ամենահիմար, ամենաանհիմն
ամենաուղղակի ապուշ անալիզն է դա։ Ռուսաստանը կապ չունի հոկտեմբերի 27-ի հետ ընդհանրապես։ Դա Ռուսաստանին ոչ թե ձեռնտու չէր, դա Ռուսաստանի մեջքից այնպիսի հարված էր, որ Ռուսաստանը մինչև այսօր դրա պատասխանը տալիս է։ Նիկոլը հոկտեմբերի 27-ի հենց պատասխանն է։ Հոկտեմբերի 27-ը եղավ, որ Նիկոլ լինի, և Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես կապ չունի հոկտեմբերի 27-ի հետ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ ազգային ժողովում, ինձ թվում է իրան էլ կլիներ նույն բանը։ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի, նա իմ աչքի լույսը չի, հավատացեք։ Ես ոչ մեկի կողմնակից չեմ, բայց ես Նիկոլի դեմ եմ և ունեմ բոլոր պատճառները, բոլոր։ Մարդը, որը սիրում է Հայաստանի Հանրապետությունը, մարդը, որը ցավում է իր հայրենիքի համար, մարդը, որը ուզում է Հայաստանի Հանրապետության լավ ապագան, ուղղակի չի կարող Նիկոլի կողքին լինել։ Դա անհնար բան է։ Այդ թեորեման հակառակ դեմ աշխատող դա մի բան է։ Ուղղակի նկարագրելի է, թե ոնց եք դուք կարողանում տեսնեք կյանքը և այս ամեն ինչը այդ նեռատիվով ես չեմ կարողանում հասկանալ։ Ժողովուրդ, լավ հասկացեք, սկզբից եղավ հոկտեմբերի 27-ը, հետո Ամերիկայում եղան շենքերը, հետո սկսեցին քանդել մեր կողքի բոլոր պետությունները, բոլոր այն պետությունները, որոնք Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ էին։ Ես ասել եմ, նորից եմ ասում, այն թամունդական ծրագիրը, որը որ կատարվում է հենց հիմա, Բեյրութ, Լեբանանը վերցնում են, Հայաստանը վերցնում են, ամեն պետություն գրավում են տարբեր մի ձևով, ամբողջ աշխարհին խառնում են իրար, վերջում լինելու է քրիստոնյաների և մուսուլմանների պատերազմ, բայց մինչև դրան հասցնելը դուք չեք ուզում հասկանաք, որ մենք անգամ չենք էլ լինելու արանքում։ Մեզ այդ ալիքը ընենց է սրբելու տանի, որ մենք չենք լինելու։ Եթե դուք պատերազմ եք ուզում, դուք Նիկոլին ընտրեք։ Եթե դուք վերանալ եք ուզում, դուք Նիկոլին ընտրեք։ Այս մարդը 90-ական թվերից աշխատում է մեր պետության դեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը 97 թվից, 97 թվին էր, չէ, Լիսաբոնը կարծեմ, 97 թվից անցել է մյուս դաշտ, այսինքն արևմուտք։ Վազգեն Սարգսյանը մնաց Ռուսաստանի հետ, Կարեն Դեմիրճյանը մնաց Ռուսաստանի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը մնացին արևմուտքի հետ, դրա համար նրանք բաժանվեցին իրարից։ Այն, ով որ արևմուտքի դեմ էր, հոկտեմբերի 27-ին վերջացան։ Ռուսաստանին մնացին միայն երկու պրոռուսական մարդիկ Հայաստանում՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Վերջ։ Ժողովուրդ, Ռուսաստանը կյանքում իր պատմության մեջ, գոնե նոր Ռուսաստանի պատմության մեջ, իր դոկտրինայի մեջ չունի մասսայական սպանություններ կազմակերպելը, չունի, նրանք չեն անում դա։ Ուրիշ գերպետություններ կան, որոնք նման բան անում են, կա իրենց դոկտրինայի մեջ, որը վաղուց է գրվել, և իրենք իրենց մարդկանց էլ են մասսայական վերացնում, ով որ ճիշտ չի բռնում ճանապարհը, մասսայական վերացնում են, ով որ գլոբալիզմին դեմ է դուրս գալի, մասսայական վերացնում են, ով դուրս է գալի դեմ թալմունդական ապագային, որ բոլորը պետքա լինեն ստրուկներ, ֆեոդալական նոր կարգեր,
եւ ղեկավարությունը աշխարհի լինելու է մի տեղից օլիգարխների կողմից, իսկ 98% աշխարհի օլիգարխների դրանք հրեաներ են, ժողովուրդ, Նիկոլին ընտրելով դուք ընտրում եք այդ մարդկանց որպես ձեր տերտիրականներ, այդ մարդիկ ձեզ ուղակի ոչ թե Գագիկ Ծառուկյանի հարստությունը վերցնելու են ձեզ տան, այլ Գագիկ Ծառուկյանի հարստությունն են տանելու, այն ինչ որ Հայաստանի համար արվում է, էդ են տանելու, դուք չեք պատկերացնում ինչ եք անում դուք ձեր գլխին, դուք չեք պատկերացնում ինչ եք անում դուք մեր բոլորի գլխին, խնդրում եմ ձեզ, ես ոչ մի ձև չի ուզենա իմ երեսը անգամ երևար այս խոսակցության մեջ, բայց ես գիտեմ իմ ազգը ուրա գնալու եթե սա լինի, իմ հայրենիքը ինչա լինելու, գիտեք, եթե ես հայրենիքս էլ կորցնեմ, իմ կյանքի ընթացքում միայն մնացել է Հիսուսին տեսնելը, որովհետև այն ինչ որ ես չէի կարծում իմ կյանքի ընթացքում լինելու է, այն ինչ որ ես չէի ուզենա տեսնել իմ կյանքի ընթացքում, ոնց որ թե լինում է։ Համաշխարհային պատերազմ չէի տեսնել, չէի ուզենա, պարզ չի, բայց ոնց որ լինում է։ Իմ հայրենիքի կորուստը չէի ուզի տեսնել, ոնց որ լինում է։ Ղարաբաղը չէի ուզի տեսնել, կորավ, ոնց որ լինում է։ Եվ հիմա հայրենիքը կորցնելուց հետո եւ այս մեծ պատերազմը, որի քրիստոնյա աշխարհի առաջնորդը այս պատերազմում լինելու է Ռուսաստանը։ Ռուսաստանը ձեզ մեջքից չի խփել, հայ մարդ, մեզ Ռուսաստանը չի վերացրել սպարապետին, Կարեն Դեմիրճյանին, հենց տեխնոլոգիաները տենց են աշխատում, որ մեկը անում է, բայց մյուսը դառնում է պատասխանատու, ժողովուրդ, դուք շատ բան կա, չեք հասկանում, եւ դա ամոթ չի, դա չի եղել ձեր գործը եղել է ձեր գործը, դուք ուղղակի վերնագիր կարդացել եւ դրանով ձեր նարատիվները ապահովել եք, բայց թերթում վերնագիր կարդալը դա դեռ ամենևին հոդվածի պարունակությունը չի, դա հենց նարատիվ ստեղծողն է, մեծ տարերով գրած, որպեսզի դուք կարդաք, կարծեք այդպես է, բայց հոդվածը ամենևին դա չէր, դուք դա եք տեսել, ինչ որ վրայից է, ժողովուրդ, երբ որ արդեն ուշ լինի, ես ձեզ ասեմ, եթե Հայաստանը կորավ, այսինքն Հայաստանը ընկավ սրանց ձեռքը, նախ մի բան ասեմ, ամենակարևորը, Ռուսաստանը չի ուզում Հայաստանին ղեկավարի, ասի Հայաստանը ինչ անի, ես լավ հետաքրքրվել եմ, լավ խորացել եմ սրա մեջ, Ռուսաստանը չի ուզում մեզ ասի մենք ոնց ապրենք, չի ուզում, որ մենք չգնանք Եվրոպա, չէ, ամենևին դա չի, Ռուսաստանը չի ուզում մեր անկախությունը մեր ձեռքից խլի, ժողովուրդ, Ռուսաստանը ուղղակի տեսնում է, որ մեզ խաբում են, ոնց որ մեծ եղբայր, ոնց որ ավելի ճիշտ հասկացող աշխարհի կարգերից, ոնց որ մեզ ասի այ տղա ինչ ես անում, քեզ վերացնում են, իսկ այդ հողը, որի վրա որ դու ապրում ես, որ պետություն ես ստեղծել, իմ սալդատնա այս հողերի համար 100,000-ներով մահացել, ոչ մի պետություն, ոչ մի ազգ, ժողովուրդ, հայ ազգ, մեր համար իր սալդատին չի սպանել, որ մենք երկիր ունենանք, մենք երկիր չունենք, որտև Զորավար Անդրանիկը կռվել է, Նժդեհը կռվել է, նրանք կռվել են, որ պահեն, այն ինչ որ մեզ ռուսը տվել է, ժողովուրդ, մեր մեծ աղբեր ռուսը, մեր եղբայր ռուսը, հա ես ամերիկացի եմ, դուք հասկանում եք ես ինչ եմ ասում, ես Ամերիկայի 30 տարվա քաղաքացի եմ, ես չեմ ուզենա Ամերիկայի համար լավ լինի,
Իմ երեխեքը ստեղ են մեծանում, սա իմ երկիրն է, ես ստեղի պասպորտով ստեղի 100 տարվա մարդ եմ, ինչ եք կարծում։ Բայց եթե ես տեսնում եմ Ամերիկան էլ չի, սա ժողովուրդ, սա Իսրայելն է։ Ամերիկան Իսրայելի մոտ է աշխատում։ Մի քիչ հասկացեք։ Մի քիչ նայեք, տեսեք Իսրայելի կառավարությունը Ամերիկայի հետ ոնց է խոսում։ Ասում է խելոք մնացեք, դու խելոք նստեք տեղներդ, մի հատ նայեք էլի։ Ժողովուրդ ջան, այդ երկիրը, այդ հողակտորը, որ մենք ունենք, դա Ռուսաստանի շնորհիվ է։ Ռուսաստանն է մեզ տվել, մենք երկիր ենք կառուցել վրան, հիմա տեսնում է, որ կորցնում ենք, ասում է ինչ եք անում, արա կանգնեք, սրանք ձեր ձեռից խլում են ձեր երկիրը։ Ժողովուրդ, մեր պետությունը, մեր հողը մեզնից տանում են, չեք տեսնում դուք։ Ժողովուրդ, Անգլիան, Ամերիկան եւ Իսրայելը, արդեն ուրիշ պարզ ձևով ասեմ։ Նրանց պետքա, որպեսզի թուրքական աշխարհը այնքան մեծանա, որ Ռուսաստանին դրանով սաստեն, Ռուսաստանից խլեն ամբողջ Ռուսաստանի հարստությունը, ժողովուրդ ջան, եւ քրիստոնեության վերջը տան։ Եվ Հայաստանը ընկած է արանքում խանգարումը։ Նրանք Վրաստանն էլ են վերցնելու, Ադրբեջանն էլ են վերցնելու, սկզբից Հայաստանից հլվոր։ Վրաստանը 100 անգամ փորձ անում են, վրացիները խելքի են եկել։ Չեք տեսնում, վրացիները փորձեցին այդ ճանապարհը, խելքի եկան։ Մի արեք սա, լսեք, մի արեք, մի գնացեք այս ճանապարհով։ Դուք վերացնելու եք մեր պետությունը, մեր ազգին, մի արեք, ժողովուրդ։ Սա մեր վերջին քայլն է, սրանից հետո մենք էլ չունենք ճանապարհ։ Գոնե թողեք մի փոքր բան մնա, որ իմ նման մարդիկ շուտով գալու ենք մենք եւ փոխելու ենք ամբողջ ամեն ինչը, չի լինելու այն ինչ որ կա հիմա։ Այդ երկիրը ծաղկելու է, հայ ազգը շատ մեծ քանակով հետ է գալու Հայաստան։ Ժողովուրդ, թողեք, որ մի բան մնա, մի կանգնեք այդ ստահակի կողքը, նա Դավոսի ագենտն է, Դավոսը դա, ես առաջին անգամ եմ սա ասում, առաջին անգամ, թե իմ անգլերեն թողարկումներում, թե հայերեն, Դավոսը դա զիոնիստական կոնգրեսի շարունակությունն է։ Դավոսը թաքնված հետևում, Դավոսի հետևում, ուղղակի Դավոս են կոչում, որպեսզի չկոչեն զիոնիստական կոնգրես էլ, որովհետև զիոնիստական կոնգրեսը աշխարհի քանդողն է։ Նրանք ամբողջ աշխարհին ստրկացնելու են, եւ դա անում են արդեն։ Մի ընկեք այդ ճանապարհի մեջ։ Ռուս ազգը, Ռուսաստանը իրենց բռնած ճանապարհը ճիշտ ճանապարհն է։ Մի ընկեք ես սրա մեջ ոչ մի լավ բան չկա, ոչ Եվրոպան, ոչ Անգլիան, ոչ Ամերիկան, նրանք մեր կարիքը չունեն։ Կարդացեք Արաբիայի Լորենսի ռեպորտը, դա առաջին շպիոնն էր Կովկասում, որը որ ռեպորտ ուղարկեց Անգլիա, թե ովքեր են հայերը, նրանց մոտ մինչև այսօր այդ նույն աչքերն են հայերի համար։ Կարդացեք ինչ ա գրած, նրանք զզվում են մեր ազգից, ոնց չեք դու տեսնում սա, ոնց չեք տեսնում դուք սա։ Ժողովուրդ, այսօր այն օրն է, որ դուք որոշելու եք, Հայաստանը լինելու է թե ոչ։ Գնացեք եւ ընտրեք ում որ կուզեք, բայց իմացեք, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչքան էլ որ ես դեմ եմ եղել մարդուն, որովհետև նրա օրոք եմ եկել ես Ամերիկա, բայց հաստատ եմ ձեզ ասում, որ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը ձեր պատկերացրած գումարները
չեն գողացել։ Գնացեք իմ նախկին տեսանյութերը նայեք եւ նայեք, թե մեր երկրի բյուջեում ինչ կար, կարող էին նրանք գողանալ, թե չէ։ Եթե անգամ նրանք ինչ-որ գումարներ են վերցրել, դրանք այնքան չնչին գումարներ են, այնքան չնչին։ Ռոբերտ Քոչարյանը այս երկիրը կառուցել է, էլի 1000 ձև բան արել այս երկրում։ Լավ, ասենք թե ինչ-որ մի բան վարձատրել է ինքն իրան։ Ձեզանից յուրաքանչյուրը, եթե կանգնի հայլու առաջ եւ ինքն իր հետ ազնիվ լինի, 100% ինքներդ ձեր հետ ազնիվ եղեք։ Յուրաքանչյուրդ այդ աթոռի վրա դուք եք վերցնելու ինչ-որ մի բան։ Յուրաքանչյուրդ դա ուղղակի ձեր տեսակն է, բոլորիդ։ Այդ տեսակի եւ այդ մտածելակերպի վերջը շուտով կդնենք մենք։ Բայց մինչ դա պետությունա պետք ունենալ։ Ռոբերտ Քոչարյանը ձեր պատկերացրած այդ գողավազակը անհնար է, որ ձեր պատկերացրած թվերը գողացած լինի։ Անհնար է, որտեվ ես եմ իմացել, որ պետությունը անգամ գումար չունի մի մեքենա առնի պաշտպանության նախարարության համար, որ հյուրեր դիմավորեն։ Պետությունը գումար չուներ, որ մեզ օգներ այն գործի մեջ, որտեղ որ մենք փորձում ենք ժողովրդին հանենք այդ վիճակից 90-ականների սկզբին, մենք ենք դրել այդ գումարները ընկերներով, պետությունը չուներ։ Ինչ են գողացել, ոնց են գողացել ձեր պատկերացրած թվերը։ Ժողովուրդ, ով եկավ, ով գնաց, այդ կոնտինգենտ, դուք մնացիք նույն վիճակում եւ բողոքեցիք, ասացիք, սրա օրոքել մենք չդզվանք, սա էլ ժողովուրդ, այդ նույն ժամանակահատվածում ձեր նման շատ մարդիկ շատ լավ դզվեցին Հայաստանի Հանրապետությունում, ֆինանսապես դզվեցին, Եվրոպաներում ման են գալի, գնում են, գալիս են, փող են աշխատում, ծախսում են, լավ ապրում են։ Ժողովուրդ, դա երկրից չի, դա ձեզնից հա, հասկացեք էլի, հասկացեք։ Ես նորից եմ ասում, դուք ուզում եք ապրեք կապիտալիստական մատերիալով պայմաններում, սոցիալիստական ուրեմն բանով, բոլոր հնարավորություններով ու ասենք կոմունիստական ուժով, որ պահի պետությունը, դուք բաներ եք ուզում, որը անհնար է, սիստեմներ, որոնք իրար հետ չեն աշխատում։ Մարդիկ յուրաքանչյուր սիստեմի մեջ կարողացան իրենց գտնել։ Անգամ Հայաստանի վատ պայմաններում իրենց գտել են։ Դա ձեզնից է, ոչ թե երկրից։ Դուք պետք է սթափվեք եւ ձեր սթափվելը սկսվելու է ճիշտ մի անգամ գոնե մարդկանցից, որոնք որ մի քիչ ձեզանից ավել են հասկանում, նրանցից ձեր այդ գոռոզությունը մի կողմ դնել եւ մարդկանցից խորհուրդ ստանալն է։ Մի կարծեք, որ դուք այս հարցից հասկանում եք։ Այս հարցից հասկանում են մարդիկ, որոնք այս հարցի մեջ թաթախված են եղել։ Ձեր արածը, ձեր ընտրությունը քանդելու է առաջինը ձեր տունը։ Սա ձեզնից է։ Թողեք այս խորհուրդը, որ ես ձեզ տալիս եմ, լինի այն ձեր պայծառ ապագայի առաջին խորհուրդը։ Խնդրում եմ, գումար աշխատելը ուրիշի հարստությանը սպասելով չի։ Մի սպասեք, որ սրան բռնեն, նրան ցավացնեն, ուրիշներին ցավացնելով, ուրիշների նկատմամբ ոխ ունենալով, Սամվել Կարապետյանին ու իր դստրույն ձեռ առնելով, որ 7-ին 7 են ասում, ժողովուրդ, դուք մենակ այդ կատեգորիանա, Նիկոլի կատեգորիանա սա անում, միայն Նիկոլի ընտրողն է Սամվել Կարապետյանի տեսանյութերի տակ ձեռ առնում, որ 7-ին 7 են ասում։ Միայն դուք, այն կատեգորիան, որ
ոչ գումարա կարում աշխատի, ոչ կարում է մի բան իրան հանի իր իրավիճակից, ու ամբողջ օրը ռասիզմով եք զբաղված, ձեռ առնելով եք զբաղված ու փնովելով եք զբաղված, սրան նրան ցավացնելը ձեզ հաճույք է պատճառում, փոխանակ դուք ձեր հոգին մաքրեք, հայը ինչ ակցենտով էլ խոսա, տեսնեք որպես ձեր եղբայր եւ քույր, հարուստը կարա լինի ձեր վատ վիճակից դուրս գալու ճանապարհը, ոչ թե ձեռ առնելու համար է դա, այլ նրա համար, որ գնաք տեսնեք ինքը ոնց է անում, ասեք ինձ էլ օգնի, ես էլ դուրս գամ մեջից, համոզված եղեք հարուստ մարդը, տեսնի նորմալ, լավ սրտով աղքատ մարդ, 100% մեջից հանելու է, Նիկոլը ձեր մեջից է, դրա համար եք դուք Նիկոլին ուզում, 40 տարեկան տղա էր, ոչ մի բանի կյանքում չէր հասել, ոչ մի բանի, ես 40 տարեկանում արդեն 5 անգամ միլիոնատեր եմ եղել, հետ եմ եկել, միլիոնատեր, ընկել դու ինչ ռիսկ ասես արել եմ, մի քանի անգամ, միլիոնատեր, մուլտիմիլիոնատեր հետ, միլիոնատեր, մի քանի անգամ, նա 40 տարեկան էր, ոչ մի բան չուներ, 40 տարեկան քանի տղա կա Հայաստանում հենց, որ միլիոնատեր է դառել, հենց Հայաստանում, քանի տղա կա Ամերիկայում, քանի հայ տղա կա, ամենուր են նրանք, ես տեսնեմ մարդ, որը որ աղքատ է, բայց սիրտ ունի, ամեն ինչով կօգնեմ, ամեն ինչով, բայց երբ որ դու չունես հետնել սիրտդ կեղտոտ է, կյանքում քո նման մեկը քեզ չի հանելու այդ վիճակից, չի հանելու ուղակի, իսկ նա այդ տեսակն է, նա ուղակի հաճույք է ստանում ցավ պատճառելով, նա հաճույք է ստանում վամպիրան է, հասկանում եք, արուն խմելուց հաճույք է ստանում, այդ տեսակի մարդը ձեզ չի հանելու այդ վիճակից, ժողովուրդ, ինչի չեք ուզում տեսնեք իրականությունը էլի, ձեր ծնողն էլ է սխալ ապրել, մի անգամ ճշտին ուղիղ նայեք աչքերի մեջ էլի, մի անգամ, ճշմարտությանը նստեք, ռիսկը ունեցեք, ռացիոնալ մի անգամ նստեք ճշտին նայեք աչքերի մեջ, ձեր ծնողն էլ է նույն սխալը արել, դուք էլ եք նույն սխալը կրկնում, դուք ձեր երեխուն էլ եք տալու նույնը, շարունակվելու է այս անբանների, չկայացածների բանակը, Նիկոլը իր հոգին ծախեց սատանուն, որպեսզի այդ աթոռին հասնի, սատանուն է ծախել իր հոգին, այտենց բան կա, you sold your soul to the devil, նա արեց դա, ձեզ այդ չի հասնելու, դուք չեք կարողանալու սատանուն ծախեք ձեր հոգին անգամ, նա արեց, որովհետև նա քցվեց, Լևոն Տեր-Պետրոսյանի շկոլան ասա, քցվեց, դառավ շպիոն, այն թվերից, ժողովուրդ, ես սրա մասին 17 թվից, 14-ից եմ խոսացել, բայց 17 թվից YouTube-ով եմ խոսացել, անընդհատ դրել հանել եմ տեսանյութերը, մի անգամ ճշմարիտ աչքերով նայեք իրականությանը, Նիկոլը ձեզ չի հանելու այդ իրավիճակից, Նիկոլի նման մարդիկ, որոնց անգամ հողը չի ուզում, որոնք բերանի կողքերից այսենց արունը թափվում է վամպիրի պես, որովհետև նրանք մենակ բացասական էներգիայից են պոզիտիվ էներգիա ստանում, այդ մարդը ձեզ չի հանելու այդ իրավիճակից, սրա նման կեղտը ձեզ չի հանելու այդ վիճակից ձեզ կհանի Սամվել Կարապետյանը, աշխատատեղեր կստեղծի, երկրում մի բան կստեղծի, ինչքան էլ մարդը դանդաղ է խոսում, ինչքան էլ յոտ է ասում, ոչ թե յոտ, միևնույն է, նայում ես երեսին բարություն կա, աչքերի մեջից հոգու մեջ բարություն է երևում, նույն էլ իր ընտանիքի անդամների, ինչ եք ուզում, երեխեքը պոռոտախոս ճորոներ լինեին, հա, էդ եք ուզում, Էտա ձեզ հաճույք պատճառում, ավտոներով ես ծերից են ծերը քաղաքի մարդ տակը քցելով,
Այն ինչ բայի տղու բաներ ասելով, անելով գնան գան, էդ եք ուզում։ Երեխեքը համեստ երեխեք են, հիմա ինչ որ այա, ինչ են, որ տենց բողոքում եք, ինչ ասես գրում եք տակը։ Ինչ է արել Սամվել Կարապետյանը, բացի լավից էլի։ Չի կարելի էլի այսքան ուտող ուրացող լինել։ Ռուսին կերակ ուրացակ, Սամվել Կարապետյանին կերակ ուրացակ, Ռուբոյին կերակ ուրացակ, Բաքվում նստացա։ Ռոբերտ Քոչարյանը ինչ էլ լինի, 100% եմ ձեզ ասում։ Ես չեմ ուզենա, սեգմենտներ մի կտրեք իմ վիդեոից դրեք, որ ես մենակ Ռոբերտ Քոչարյանին եմ գովում, մի արեք դա, չեմ սիրում, որ դա անում եք։ Դրեք ամբողջությամբ, ես Ռոբերտ Քոչարյանի գովքը առանձին չեմ անում, բայց Ռոբերտ Քոչարյանը կարա այս երկիրը հետ բերի, ժողովուրդ, մենք երկիրը կորցնում ենք երկիրը, այս թամունդական կեղտերին մենք երկիրը կորցնում ենք, Ռուսաստանը տեսնում ասում է հայեր ուշքի եկեք, այս հողը ես ձեզ տվել եմ, որ պետություն ունենաք, ես չեմ տվել, որ տանուլ տաք, Ռուսաստանը մեր լավից բացի ուրիշ ոչ մի բան չի ուզում ազգ, բացեք ձեր աչքերը, հերիք է այդ մարդկանց նկատմամբ թարախ շնչեք, նրանք մեզ չեկան օգնության 20 թվին, որովհետև ոչ մեկ իրանց չի թողե, որ գան, բացի դրանից, իրենք երբ որ տեսան ամբողջ ազգը իր թշնամու, իրենց թշնամու հետ, 18 թվին դուս է եկե փողոց, ախր ժողովուրդ ջան, առանժվի ռևոլյուցիաները, դրանք մի ծագում ունեն, դրանք ծնված են Ամերիկայի գաղտնի ու հատուկ ծառայություններից, երբ որ Ռուսաստանը տեսնում է իր եղբայր պետության մեջ առանժվի ռևոլյուցիա է լինում, իր թշնամին իր պետության մեջ ռևոլյուցիա է արել ու բերել է մարդու, որը որ շպիոն է, որը որ քանդելու է այս պետությունը, ոնց եք ուզում ինքը գա այդ պետությանը զենք տա, որ զենքը դնեն քանդեն, տան թշնամի պետությանը, թե ոնց է այդ զենքը սարքած, որ Ռուսաստանի զենքի դեմ զենք սարքեն, հա, Ռուսաստանին թուլացնեն, ձեր կարծիքով դա կանի Ռուսաստանը, հայի համար չլինի, ում համար ուզում է լինի։ Մի քիչ պետք է հասկանալ պետությունները ոնց են աշխատում, մի քիչ պետք է կարդալ, սովորել ժողովուրդ։ Ես իմ կյանքում ամեն ինչ տեսել եմ, իրոք ամեն ինչ տեսել եմ ռասիզմ, տեսել եմ հարստություն, մեծ հարստություն, աղքատություն, լուրջ աղքատություն, ման եմ եկել, քեֆեր եմ արել աստղերի հետ, ամեն ինչ տեսել եմ, բանտարկություն, ինչ ասես իմ կյանքում եղել է, բայց ես ինձ կրթել եմ, իրոք ես ինձ վրա աշխատել եմ, իրոք աշխատել եմ ես ինձ վրա, և ես ուրիշ Հայաստան եմ տեսնում ապագայում, Հայաստան, որը դուք չեք պատկերացնում ես ինչ եմ տեսնում, Հայաստան, որտեղ դպրոցում անգամ երեխաներին սովորացնում են, թե դանակ պատառաքաղը ոնց բռնեն և ռեստորաններում իրենց սպասքը ոնց օգտագործեն և վերջում դանակ պատառաքաղը, եթե նրանք հավանեցին իրենց ուտելիքը, ոնց դնեն, որ շնորհակալություն ասեն, որտև դրան էլ ձև կա, Հայաստան, որտեղ որ ատոմային ռումբ կա, մի քանի հատ, Հայաստան, որտեղ որ, քանի որ մենք շատ բան չունենք առաջարկելու, բայց եթե ղեկավար լինի, որը որ ստաբիլություն կբերի այդ երկրին, երկար տարիների ստաբիլություն, երկար, որ ոչ մի փոփոխություն չի լինելու, Հայաստան, որտեղ ամբողջ աշխարհի բանկային կապիտալը գա Հայաստան, բանկային դիվիդենտներով, տոկոսներով և աշխարհի տարբեր պետություններին պարտքեր տալով երկրներին պետություններին, տոկոսների շնորհիվ
երկիրը ծաղկի։ Կովկասի եւ աշխարհի կենտրոնական Շվեյցարիան, բայց աշխարհի այս մյուս կողմը։ Հայաստան, որտեղ որ կլինեն արտադրություններ, որոնք կլինեն փոքր ապրանքատեսակների, բայց որոնք որ կարելի է ինքնաթիռով դուրս բերել։ Հայաստան, որտեղ որ մարդը ուղղակի վատ չի ապրում, նման բան գոյություն չունի։ Եվ ամեն ինչը պետության կողմից վճարվում է, պետություն, այսինքն ուսումը, բժշկությունը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար դրանք ուղղակի այնքան փոքր ծախսեր են, մինչև այսօր այդ Հայաստանը չի եղել, բայց այդ Հայաստանը կարա լինի, քանի որ մեր երկիրը դիասպորա ունի, որի հարստությունը ուղղակի շատ մեծ է, եւ երբ որ աշխարհում բոլոր երկրները նմանվում են իրար եւ ամենտեղ կյանքը դառնում է համարյա նույնը, Հայաստան հետ գալը ուղղակի ճիշտ որոշում կլինի բոլորի համար։ Եվ ունենալ գաղտնի եւ հատուկ ծառայություն ամբողջ աշխարհով, քանի որ մենք ամբողջ աշխարհով մարդկային կապիտալ ունենք, որ այդ երկրներում ապրում եւ խոսում են այդ երկրների լեզուն, առանց ակցենտի, անգամ արտաքինով են նմանվել այդ երկրի մարդկանց, տվյալ երկրի, ունենալ գաղտնի ծառայություն, հատուկ ծառայություն համաշխարհային մասշտաբով, որպեսզի երկիրը պահպանեն, պաշտպանեն դրսից եւ ներսից, թե ատոմային ուժով, թե ծառայություններով։ Դրանք բոլորը լինող բաներ են, բոլորը։ Բայց ինվեստիցիան հանգստություն է սիրում, երկարակյաց հանգստություն է սիրում։ Դա ստեղծելու համար պետք է ստեղծել կարգեր եւ բարքեր, որտեղ հանգիստ մարդիկ կարող են բերեն իրենց կապիտալը ներդնել։ Եվ դա կարելի է ստեղծել եւ ստեղծվելու է, բայց ամենաառաջինը պետք է ունենալ երկիր, որ դա ստեղծվի։ Եթե ուզում եք իրոք անկախ լինել անկախ, հիմա չեք կարա լինեք անկախ, որովհետև հիմա Հայաստանը ոչ մի բան չունի, որ անկախ լինի, ոչ մի բան։ Մեկից պետք է անպայման կախված լինի, թե չէ մենք կանհետանանք։ Եվ արևմուտքը դրա պատասխանը չի, որովհետև արևմուտքը չի ուզում մենք իրենցից կախված լինենք։ Արևմուտքին մենք միայն պետք ենք որպես դարպասներ, Ռուսաստանի դարպասները բացելու բանալին, այդքան բան, նրանց մենք ընդհանրապես պետք չենք, դարպասները երբ որ բացեցին, ես արդեն 8 տարի ասում եմ, Տրոյան ձին Հայաստանում է, կարդացեք Տրոյան ձիու մասին, Տրոյան ձին Հայաստանում է, վաղը, այսօրվա ընտրություններով դուք բացելու եք Հայաստանի դարպասները, Հայաստանը ոչ թե միայն վերանալու է որպես պետություն, այլ բնաջնջվելու է, դուք եւ տենց էլ լինում է, միշտ հիվանդը, թույլը, անխելքը փոխարինվում է առողջով, խելացիով եւ ուժեղով։ Դուք վաղը, այսինքն այսօր Հայաստանում իմ մոտով վաղը գնում եք, որ րոպեին դուք գրեցիք Նիկոլ այդ ընտրաթերթիկի վրա, այդ րոպեին դուք մի հատ թեթև այդ բանալին այսենց կամած պտտացնում եք, մինչև որ հասնի են չխկ, ու դարպասները բացվեց, դարպասները որ րոպեին բացվեց, էլ Հայաստան չկա, Ալիևը, Էրդողանը, Նաթանյահուն, Թրամփը, բոլորը նստած ծիծաղում են, եթե սա չտանի համաշխարհային պատերազմի, որովհետև Ռուսաստանը թույլ չի տալու սա, եթե չտանի համաշխարհային պատերազմի, եւ դուք առաջինն եք ջարդուխորտ լինելու, դուք Թուրքից պատերազմից եք վախենում, դուք չեք պատկերացնում այն պատերազմը, որ սրա պատճառով է գալու, ինչ է լինելու, դուք չեք պատկերացնում անգամ, ինչ սարսափելի բան է սպասվում սրանից։ Մի թողեք թալմուդական, բաբելոնական այս աղբը
լցվի մեր երկիր, մի թողեք։ Գնացեք ընտրեք Ռոբերտ Քոչարյանին, մարդը կատաղած է թե Թուրքի վրա, թե մեր ներքին թշնամու վրա, բոլորի հարցերը լուծելու է, նա գիտի ինչ է անում, նա ամենաստաժավորն է այս գործում, եթե ոչ, ընտրեք Սամվել Կարապետյանին, նա երկիրը կհանի այս վիճակից, եթե ոչ, ընտրեք թեկուզ Գագիկ Ծառուկյանին, Գագոն էլ գիտի ինչ է անում, նա մի քիչ այտենց Վերսաչի սառոշկով, բայց գիտի ինչ է անում, բայց մի ընտրեք այս ոչ մի բանին, այս ոչ հնչությանը, սա քանդում է մեր պետությունը, այն մարդ, այն մյուսներին, որ անգամ երեսը չգիտենք, չենք ճանաչում, պրո-հայկական, թող հայկական լինի, ուր կտանի պետությունը հայկական ճանապարհով, ուր ուզում է տանի, բայց թուրքական ճանապարհով մի ընտրեք, սա թուրքական ճանապարհն է, մի ընտրեք, վերացնելու են մեզ, այսքան բան, հիմա գնացեք ընտրեք, ալիքը գալիս է, ջրհեղեղը գալիս է, դուք գիտեք, մնացածը դուք որոշեք, հաջողություն ձեզ, շնորհակալություն ձեր ժամանակի համար, վերջ